Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք։ Ողջույն հայ սուպեր հեռուստադիտող։ Հայ սուպերսար 6 նախագիծներ շանթի եթերում։ Մենք շարունակում ենք վճռորոշ workshop փուլը։ Մեր մասնակիցներն արդեն պատրաստ են եւ սպասում են անհամբեր իրենց ելույթների։ Նրանք ոչ թե 10 են, այլ 9։ Իսկ ինչու 9, որովհետեւ մասնակիցներից մեկը խախտել է նախագծի կանոնները։ Դե ինչ, մեզ բարի մեկնար։ Սիրելի հեռուստադիտողներ, եկեք ողջունենք մեր նախագծի հրաշալի քարյակին։ Հրաշալի Սոնա։ Բացառիկ Անդրե։ Գեղեցկուհի Սյուզաննա Մելքոնյան։ Եվ իհարկե ինքնատիպ Գորգլումով։ Հատուկ շնորհակալություն մեր նախագծի գլխավոր հովանավոր Օտմարտինա բրենդին, որը մեզ եւ մասնակիցներին ապահովում է անուշահամ 3-1-ում սրճային ըմպելիքներով, պրեմիում դասի արևելյան սուրճերի տեսականիով, ինչպես նաեւ Օտմարտինա բազմահամ պաղպաղակներով։ Շնորհակալություն հայտնենք նաև SVH Travel ընկերությանը, որը նախագծի հաղթողին տրամադրելու է գլխավոր մրցանակը, անմոռանալի ճամփորդական ուղեգիրը, իսկ թե որ ուղղությամբ կիմանաք շատ շուտով։ Հիշեցնենք, workshop փուլում ամեն տասնյակից կամ այս դեպքում 9-յակից ժյուրին ընտրում է ընդամենը 3 մասնակից։ Այսօր մենք չենք լսելու «Դու լքում ես» նախագիծը արտահայտությունը։ Որովհետև ժյուրին դեռևս կարող է երկրորդ շանս կամ wild card շնորհել workshop փուլից դուրս մնացած որոշ մասնակիցների, որոնք տպավորել են իրենց վառ ելույթներով եւ ձայնային տվյալներով։ Այնպես որ սիրելի մասնակիցներ, աշխատեք այսօր անպայման գրավել, տպավորել, փշաքաղեցնել, ցնցել մեր ժյուրին։ Առաջին ելույթը լսելուց առաջ կուզեի դիմել մեր ժյուրին։ Սիրելի ժյուրի անդամներ, քանի դեռ մեր մասնակիցները չեն երգել, խնդրում եմ նրանց ուղղեք ձեր վերջին խորհուրդները։ Մեր workshop 2 համերգի մասնակիցներ, եղեք այնպիսին բեմում, ինչպիսին կաք կյանքում եւ խորհուրդ եմ տալիս լինել ազնիվ, պայծառ եւ էներգիայով լի, այսքան իմ կողմից։ Սիրելի մասնակիցներ, ես ուզում եմ, որ դուք լինեք մաքսիմալ ազնիվ եւ այս տրված հնարավորությունից ստանաք մեծ բավականություն, որովհետեւ պրոյեկտը կվերջանա մի օր, բայց այս ելույթները, տեսաձայնագրությունները կմնան ու ես ուզում եմ, որ դուք հաճույքով դրանք լսեք ու դիտեք։ Շնորհակալություն։ Այո։ Մեր workshop երկրորդի հրաշալի 9-յակ։ Ես մաղթում եմ ձեզ, որպեսզի դուք բոլոր ձեր վախերը թողեք միտեղ եւ բարձրանաք բեմ եւ ցույց տաք ձեր իրական տաղանդը, գեղեցիկ երգեք եւ այնպես ստիպեք մեզ, որպեսզի մենք 3 հոգու փոխարեն ընտրենք 10 հոգի։ Մի հոգի էլ ժյուրից, Սյուզաննան միշտ ֆինալում է։ Բայց հեշտ է ասում, չէ հիմա, ախր դու ես կոնկուրսի մեջ եղել, դու գիտես այդ ինչա, անհնար է վախը չլինի, այդ էմոցիան, ձեր ապրումները չլինի, բայց այդ կարա լինի միջև այդ բեմ սենց քայլ դնելը, օքեյ, որովհետև այդ ամեն ինչը ձեզ հակառակ կաշխատի, հիմա պատկասեք, որ համեգ եք տալի, տրամադրեք, վсё, դուրս եկաք բեմ, и вы звезда։ Շնորհակալություն ժյուրի անդամներին, հուսանք, որ ձեր խորհուրդները կօգնեն մեր մասնակիցներին խուսափել հնարավոր սխալներից։ Եվ ամենակարևորը երգել հոգով, դիպչել ժյուրիի սրտին։ Դուք պատրաստ եք, սիրելի մասնակիցներ։ Սիրելի հանդիսատես, մենք սկսում ենք workshop փուլի երկրորդ համերգը։ Առաջին երգը սիրո մասին է, մնում է, որ մասնակցին հաջողվի դիպչել ժյուրիի սրտի լարերին, կամ ինչպես Գլումովն է ասում, Սյուզաննայի բարոմետրին։ Դիմավորեք, սիրո հասակ Դավիթ Հակոբյան։ Չորրորդ փուլում պատասխանատվությունը ավելի մեծ է եւ ավելի ու ավելի լավ պետք է ներկայանալ։ Ես շատ հանգիստ նորից կփորձեմ հաճույք ստանալ, նույն հաճույքը փոխանցեմ
բոլորին։ Պատասխանատվություն կա, երգելու եմ սիրո հասակը, ռիթմով լավ տրամադրություն եմ ուզում փոխանցել եւ այդ լավ տրամադրությունը ես տանում։ Մրցակցություն կա, բայց բարի ձևով է ամեն ինչ, դրական։ Siro champanistan Bardinere oror bumen Arseri peshoror bumen Նրանց դիմաց մոլորվում է մանդատա Սրտից մեջ էլ կյանքում այից Խենթի նման եմ գալիս Աներ աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալարվար թուն ազակ Հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ստանավ տիրիպ տիպ 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 Ստանավ տելատի Ստանավ տիրիպ տիպ 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 Ստանավ տելատա Կայլում եմ, աչքի տակով ինձ նայում են Բայց իմ կողքով լուր անցնում է Ամեն աղջիկն իր փերի է Մեկը մեկի սիրելի է Նրանց տեսքի ես գերի եմ սիրալ Սրտից մեջ էլ կյանքում այից Խենթի նման եմ գալիս Աներ աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալարվար թուն ազակ Հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սրտից մեջ էլ կյանքում այից Խենթի նման եմ գալիս Աներ աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալարվար թուն ազակ Հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ նման եմ գալիս Աներ աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալարվար թուն ազակ Հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սրտից մեջ էլ կյանքում այից Խենթի նման եմ գալիս Աներ աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չարդ բալարվար թուն ազակ Հազար կարոտ ու երազակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ստանավ տիրիպ տիպ 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 Ստանավ տելատա Դե ինչ Դավիթը, իդեպ 16 տարեկան, ճիշտ սիրո հասակի մասին էր երկում, եկեք ծափահարենք ու լսենք ժյուրի անդամների կարծիքը տվյալ կատարման վերաբերյալ։ Իսկապես Դավիթը հենց այն սիրո հասակում է, որի մասին կարծես թե երգն է, Ջո Կոկերը ականջը կանչի այդ պարատիկ շարժումները արկա են։ Դավիթ ջան, միշտ դժվար է առաջինը լինել եւ հիմա ինձ դժվար է ինչ-որ գնահատական տալ, որովհետեւ համեմատական գնահատականներ պետք է տամ։ Լավ է քեզ թեթև էր զգում բեմին, մեկ-մեկ մոռանում էր, որ պիտի երգեիր շարժվելու մասին կարծես ավելի շատ էր մտածում, բայց ընդհանուր թարմ, գեղեցիկ եւ նոր շունչ տվեցիր կարծես թե այս գեղեցիկ երգին եւ Սյուզաննայի բարոմետրը այստեղ ինչ որ կարծես թե ուզում էր միացնել, հիմա պարզ ենք միացավ թե չէ։
Դավիթ ջան, ես շնորհավորում եմ քեզ։ Այո, դու ընդամենը 16 տարեկան ես, բայց մի յուրահատուկ բան կա քո մեջ, երբ դու բարձրանում ես բեմ, կարողանում ես բոլորին, ինչպեսին վարպետներն էին ասում ինստիտուտում, բրիթ մեջ հավաքել։ Դա իրականում բավականին դժվար է։ Նախ շնորհակալություն քեզ այս տրամադրության համար, բայց ես իրականում Գոր կհամեմատեմ Դավիթին հենց իր հետ, համեմատելով իր աուդիշնի փուլի ելույթը եւ այս ելույթը Դավիթ ջան կլինեմ անկեղծ, այս տրամադրությունից զատ սա ինձ համար մրցութային ելույթ չի որպես այդպիսին։ Սա լավ էներգետիկ լիցքերով ելույթ է, բայց ոչ մրցութային, կուզենայի մի քիչ մրցույթի հետ գնայիր ավելի քան այս պահին որ ներկայացրեցիր, բայց ես քեզ շնորհավորում եմ, դու պոզիտիվ տղա ես։ Շնորհակալ եմ։ Շարունակելով Սյուզաննայի խոսքը, ուզում եմ ասեմ, այո, շատ լավ տրամադրությամբ, ուրախ տրամադրությամբ, համերգային ելույթ էր ելույթդ եւ կարծես ես էլ այստեղ ինձ ժյուրիի անդամ չէի զգում, հանդիսատես էի զգում, անկախ ամեն ինչից քո ձախ ձեռքը որպես անկախ պետություն շարունակում է իր կյանքը եւ իր ընթացքը մեր նախագծում, ես այո, կուզենայի, որ ամեն դեպքում երգեցողությանդ ավելի ուշադրություն դարձնես, որովհետև մնացածը արդեն բնությունը քեզ տվել է։ Սոնա։ Շնորհակալ եմ քեզ Դավիթ ջան եւ շնորհակալ եմ գոլեգաներին իմ, որ սենց իրոք տրամադրությունը հենց ի սկզբանե տվեցիք արդեն, միշտ ես յուրահատուկ տեղ եմ տալիս այն արտիստներին, երգիչներին, ով որ իմպրովիզացիայի հետ կապ ունես կյանքում, որովհետև եթե այդ որ մարդը գիտի իմպրովիզացիա, ուրեմն տեքստն էլ մոռանաս, զվուկն էլ անջատվի, ինչ ուզում ալնի, այդ իմպրովիզացիայով դու կարաս նեստակից դուրս գաս, որ ոչ մեկի դաժե մտքով չանցնի։ Մենակ մի բան կխնդրեմ քեզ, շատ աշխատի, ոնց ասեց Անդրեն, բայց նայ, քթի մեջ զվուկը տալիս ես, այստեղ ես երգում, աշխատի այս տեմիչկը կա, ոնց հայերեն գաղթունք, ձգտի դեպի վերև այստեղից աբյոմ կստանաս, այդ հասկացար, համ միսը կգա, համ աբյոմը կգա ու քիթը չես կցի զվուկըտ, թե չէ դրայվով, իմպրովիզացիով ու պոզիտիվը այդ սուպեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, կարծում եմ շատ արժեքավոր խորհուրդներ իսկապես տվեցիք, շատ պետք կգա Դավիթին, ապրես Դավիթ, համեցիր։ Շատ հաճախ մեր ողջ օրն անցնում է նկարահանման վայրում, բայց մենք հոգնածություն չենք զգում, Որովհետև նախ սիրով ենք անում մեր աշխատանքը եւ բացի այդ մենք ունենք այստեղ մեզ հետ էներգիա փոխանցող մեծ աղբյուրը՝ Օդ Մարցինա։ Պրեմիում դասի արևելյան սուրճերի տեսականին։ Անուշահամ 3-1-ում սրճային ըմպելիքներ, կապուչինո եւ տաք շոկոլադ։ Եվ իհարկե Օդ Մարտինա բազմազան եւ բարձր որակի սերուցկային պաղպաղակներ տարբեր համերով։ Անուշաբույր սուրճի հետ անուշահամ պաղպաղակ։ Օդ Մարտինա, մեր ողջ օրվա ուղեկիցը։ Եվ էներգիա ստանալու ձեր ամենալավ ընտրությունը։ Ասում են, վրեժը սառը ուտեստ է։ Ճիշտ են ասում Գլոմով։ Անշուշտ, այո, այդպես են ասում եւ հուսանք, որ աշխարհի բոլոր վրեժները այդպես են իրականանալու։ Երգ, վրեժի, դավաճանության, կատաղության եւ ներել չկարողանալու մասին։ I see red. Everybody loves an outlaw խմբի երգը մեր մասնակցի կատարմամբ։ Դիմավորեք Մարգարիտա Դարփինյան։ Ես որ առաջին անգամ եկա, ասացի, որ ամենակարևորը ինձ համար դա էմոցիա տալն ու ստանալն է, ոչ մի բան չի փոխվել, ես ինձ թվում է ամենակարևորը դա էմոցիայով կիսվելն ու ստանալն է, եթե այդ կարողացա տամ, ինձ թվում է վոկալային էլ վատ չի, եթե այդ ամեն ինչը գումարենք իրար հետ, լավ բան կստացվի, կարող է եւ անցնեմ։ Երգելու եմ I See Red-ը, իրականում սկզբից այդ երգը չէր ընտրվել, բայց ես ոնց որ ասեցի, շատ եմ ուզում այդ երգը կատարեմ, որովհետև բառերը, էմոցիաները այդ երգի բավականը չափ զգում եմ։ Ճիշտ է, օրինակ այդ երգը ավելի դավաճանված լինելու մասին է, դավաճանված չեմ եղել, բայց չգիտեմ ինչու տենց զգում եմ այդ երգը։
ու գոհ եմ, բայց կաշխատեմ առավել անեմ, քան կարող եմ։ Did you really think I just forgive and forget? No, after catching you with her, you blunt your cold, so cold. You do diamond ship lie, you wanna be your own fool. If you thought that I just let this go, I see red, red, gun to your head, head to your head. No one sees red, red, red. Did you really just say she didn't mean anything, boy? I remember those words when it come from your soul, your soul. Know that you dig your own grave, now you're lying in it. You're so cruel. If you thought that I just let this go, I see red, red, red. Gun to your head, head to your head. Oh, executional style, and there won't be no trial. Don't you know that you better off dead? What I see is red, red to your head. No, I see is you're so bad. You better sleep with one night open tonight. I see red, red, red. Gun to your head, head to your head. Oh, executional style, and there won't be no trial. Don't you know that you better off dead? No, I see is red, red to your head. No, I see is red, 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 red. Մարգարիտա, իսկապես շատ այսպես տպավորիչ ելույթ էր։ Հիմա լսենք ժյուրի անդամներին, տեսնենք թե իրենք ինչ տպավորություններ ստացան։ Եկեք այս անգամ սկսենք Սյուզաննայից, որպես այսպես մրցույթներին մասնակցած եւ միգուցե այս երգը երգած, եթե չեմ սխալվում, բայց գուցե նաեւ նմանատիպ երգեր շատ հնչեցրած անձնավորություն։ Շնորհակալություն Գոհար, ես այս երգը բեմում չեմ երգել, բայց շատ լավ գիտեմ այս երգը, դեռ ինձ հնարավորություն չի տրվել բեմում երգելու, կոնկրետ այս ստեղծագործությունը։ Բայց կարող էիր, չէ՞։ Մարգարիտա ջան, ես շնորհավորում եմ ձեզ, բայց ես գոհ չեմ ձեր կատարումից։ Բացատրեմ հիմա ինչու։ Այս այն տեսակ երգ է, ինքը արդեն շատ է իր ամեն ինչով, բայց այդ շատի մեջ դուք այդ էմոցիան ինձ համենայն դեպս չտվեցիք։ Ես լսեցի լավ, շատ լավ ձայն ունեցող Մարգարիտայի, ով ֆորտեները լավ երգում էր,
Երկի սկիզբը սա այնպիսի գործ է, որ դուք հենց երկի սկզբից պիտի զրուցեք մեզ հետ ավելի վայրի երանգի մեջ, հա, ես ուզում եմ, որ դուք ինձ ճիշտ հասկանաք։ Երբ տեսնում եմ երգչուհի, ով ունի հրաշալի տվյալներ, վերցնում է նման ստեղծագործություն եւ պրոյեկտում հասնում է այս փուլում ու այս տեսակ էմոցիաներ է տալիս, այդտեղ ես չեմ կարող լինել գո։ Ես չեմ հավանել ձեր կատարումը, Մարգարիտա ջան, որովհետեւ դուք կարող էիք հաստատ շատ ավելին։ Անընդհատ էր ցույց տալ, ռե, այդ սկզբից պիտի զրուցեք մեզ հետ, հասկանում եք։ Շատ հստակ մեխի պես այդ բառերը երգելով ու դա կտար էմոցիա, բայց ես չզգացի։ Այն որ դուք ունեք ձայն, այն որ դուք ֆանտաստիկ եք, գեղեցիկ եք, բեմը ձեզ սիրում է, մենք դա արդեն գիտենք, Մարգարիտա ջան։ Ամեն դեպքում շնորհավորում եմ եւ հուսով եմ, որ հաշվի կառնեք իմ ասածները հաջորդ ելույթների համար։ Շնորհակալ եմ։ Անդրե Մարգարիտա ջան, ի տարբերություն Սուզաննային, դա նորմալ է, որ քամիները իր կողմ չգնացին, իմ կողմ եկան եւ կտեսնենք Գլումովի կողմ գնացին, թե ոչ։ Շատ սիրուն գույն եք մեր պրոյեկտում, շատ բեմական ես, որը շատ կարեւոր է ինձ համար, երբ որ արտիստը բեմական է, արտիստը ունի շատ գեղեցիկ ձայն եւ ճիշտը եթե ասեմ, անսպասելի էր ընդհանրապես։ Ամեն բան, այո, նկատառումներ կան, որ Սուզաննան այն ինչ-որ տեխնիկական ասեց, համամիտ եմ մասամբ, բայց ընդհանուր առումով այնքան ելույթը ստացված էր, որ ես չընկա ուղղակի մանրուքների հետևից։ Սոնա։ Շնորհակալություն։ Սոնա։ Շատ գեղեցիկ եք։ Շատ стайлը, սեքսի, это очень, да. Каблукները вообще. И ножка одна. Супер. Հա, բեմական եք հաստատ։ Դե մի մասը, ճիշտն ասած, Սյուզան, սենց ասեմ, դե մի մասը հենց այդ այն դուրս եկավ, որ ինքը սենց հանգիստ, սկսեց ասում, օ, ինտերեսնա։ Բայց երբ որ գնաց այդ կրկներքին, արդեն, այդեղ, մի քիչ խեղճացակ, եւ որ անում եք այդ, ասի ռե, հասկանում եք, հետո երբ որ դու անում ես երկրորդ անգամը տակից, это սիրունչ։ Հետո կլսես զապիսետ, կհասկանաս ինչ ասեցի ես, օքեյ։ Ու մենակ դու չէ, էլի, շատերը։ Շնորհակալություն։ Գոր, հետաքրքիր է լսել ձեր կարծիքը այս ամենից հետո։ Ես պարզապես ապշած եւ հիմարացած եմ, որովհետեւ Սոնայի եւ Սյուզաննայի տեքստերի 87%-ը չհասկացա, բայց Անդրեի տեքստի 87%-ը հասկացա եւ կիսում եմ նրա քամիները, այո, ին վրա էլ եկան այդ քամիները եւ դա ճիշտ է։ Մարգարիտա, անսպասելի էր, ինձ համար էր անսպասելի այս տեսակ կատարումը, այս տեսակ երգի ընտրությունը եւ ձեր այս տեսակ ներկայանալը։ Այդ իսկ պատճառով ես դες ասում եմ, որ ինձ համարյա գրեթե ամեն ինչ դուր եկավ, շարունակեք։ Աղջիկները միգուցե ձեզ մի քիչ նախանձեն։ Բայց ով ասեց մեր դուրը չի եկել։ Դուք ասացիք։ Ես տենց բան ասել եմ։ Երբ որ կինը կնոջ ասում որ քեզանից ավելին եմ սպասում, դա նշանակում է որ հույս ունես այս մարդու հետ կապված, ոչ թե նախանձում ես։ Հակառակ ասեցի շատ սիրում եմ։ Կանանց միկրոֆոնները անջատել է պետք։ Շնորհակալություն։ Գլումը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մարգարիտա, զբաղեցեք ձեր տեղը, ապրեք։ SVH Travel ավելի քան 30 տարվա փորձ ունեցող տուրիստական ընկերություն է, որ առաջարկում է հետևյալ ծառայությունները. միջազգային թռիչքների եւ տոմսերի ամրագրում լավագույն գներով, եվրոպական հանգստի փաթեթներ ըստ ձեր նախասիրությունների, անմոռանալի միջոցառումներ եւ համերգներ զբոսաշրջային նավերի վրա, հյուրանոցների ամրագրում աշխարհի ցանկացած վայրում, հարսանիքների եւ մեղրամիսների կազմակերպում։ Ձեր հանգիստը SVH-ի հետ կլինի ամենահիշարժան ուղևորությունը։ SVH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Իսկ հիմա տեղափոխվենք 60-ականներ։ Շատ հայտնի սիրված այդ երգը հայերեն կհնչի այսպես. Չքվիր Jack, իսկ անգլերեն Hydro Jack, Ray Charles։ Երգում է Էդուարդ Մարուկյանը, դիմավորեք։ Hydro Jack, don't come back no more, no more, no more։ Շարունակությունը կերքի Էդուարդը։
Պատրաստում եմ Hit the Road Jack երգը այս փուլի համար։ Ինչ խոսք, ես ավելի վճռական եմ ես տրամադրված այս ելույթի համար։ Անդրեն էլ ասաց, որ շատ բարի եմ երգում, առաջին փորձերին շատ բարի է երգում այդ երգը։ Աշխատում եմ, process-ի մեջ է։ Շատ բարի է այս երգի համար։ Ինքը իրանով է, բարի, հա։ Բաժանման երգ։ Կփորձեմ այս անգամ այլ ձևով ներկայանալ։ Hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. What you say? Hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. Oh, woman, no woman, don't you treat me so mean. You're the maddest old woman that I've ever seen. I guess if you said so, I had up all my things and go. That's right, hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. Hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. Oh, baby, listen, baby, don't you treat me this way. Cause I'll be back on my feet someday. Don't care if I do, cause it understood. You ain't gonna money, you just ain't no good. I guess if you said so, I had up all my things and go. That's right, hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. What you say, hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. 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 Մինչև Զիրոյանը ներկայացնում է մեր գործընկերներին, մենք այստեղ լսում ենք մասնակիցներին և լսում ենք բազմաթիվ խորհուրդներ մեր ժյուրի անդամների կողմից։ Սկսենք Անդրեից։ Անդրե, ինչ կարծիք ունեք։ Էդուարդ, այս տրամադրությամբ ոչ մեկ ոչ մի քիչ չէր գնա, որտեվ շատ բարի է իր վռնդում նրան, կամ ինքդ է իր շատ բարի ձևով շորերը հավաքում, որպեսզի գնաս։ Ես չնկատեցի դինամիկա, այդ աճը չտեսա, այդ ձերսկսը չտեսա երգի մեջ։ Ես իրականում սպասում էի, որ դու դա կանես, այն ինչ որ պայմանավորվում ենք փորձերին, բայց ես տեսա այդ ամեն ինչի հակառակ կողմը։ Կուզենայի, որպեսզի տրամադրությունը լիներ այն, ինչ որ այս երգի մեջ է իրականում։ Որտեվ շատ մանատոննի սկսեցի, շատ միապաղաղ վերջացրեցի, շատ սիրուն խաղիկներով, բարի դեմքով երգեցիր։ Շնորհակալություն, պատկերացնում եմ այժմ Սոնան ինչ կարծիք է հայտնելու, որպես այս երգը կատարած մարդ։ Այո, իմ սիրած երգերից մեկն է եղել, որը ես կատարել եմ հենա Անդրեն այդ համերգին եղել է 99 թվականին, որտեղ օրկեստրով երկել ենք Արամոյի հետ։ Խնդրում եմ, ինքս են սվինգի մեջ է, հա, այդ գրուվը սվինգի մեջ է, երկրորդ տունից ինչ-որ ընգար այդ սվինգից, սաղ այս գործը հենց ուղիղի մեջ երկում ես, շո պրավալա, ռեյլ ընդեղ վռում է գերեզմաններում, լուրջ, ոտև այդ ասկամ ես սաղ սվինգի մեջ է, հենց ուղիղ, վսյո, եթե դու ուզում ես շարունակես երկես, դու պետքա շատ քրտնես։ Շնորհակալություն, լսենք Գլումովին։ Իրականում գոլեգաներս համարյա թե ասեցին այն, ինչ որ ես էլ էի ուզում ասեի, շատ թավշյա էր կատարումդ և իսկապես չկար այդ կաչկան մեջը և չկար կարծես թե էմոցիա։ Ինձ թված սկզբից դա ինչ որ խաղ է, որը որ երկրորդ մասում կփոխվի, բայց տենց
միջևեր սենց մնացի։ Այդքանը շատ ավելին էի սպասում իսկապես քեզանից, Էդուարդ։ Սյուզաննա։ Էդուարդ ջան, դուք այս երգի մեջ փորձում եք տեղավորվել եւ ձեզ ցույց տալ բոլորովին այլ տեսանկյունից արդեն այս փուլում։ Բայց դա ինձ համար կոնկրետ չստացվեց, որովհետեւ ամեն դեպքում ձեր գույնը այլ է։ Ես օրինակ ձեզ կցանկանայի, եթե Ռեյի մասին է խոսքը, լսել օրինակ Georgia կամ Song for You, ինձ թվում է դա ավելի ձեր աշխարհն է, քան այս swing-ը, որը ասեց Սոնան ու շատ ճիշտ դիտարկումներ էին։ Ամեն դեպքում ես ձեզ շնորհավորում եմ եւ ուզում եմ, որ դուք հաջորդիվ փորձել ձեզ ներկայացնել այլ տեսանկյունից, այս ֆորմատում ավելի շատ մտածեք, որքանով է դա ձեզ կոմֆորտ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Համեցեք։ Էքստերիեր խանութ սրահների ցանցը շինանյութի եւ ներքին հարդարման պարագաները ներկայացնող ամենախոշոր ցանցերից մեկն է Հայաստանում։ Խանութ սրահներում կարող եք գտնել ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար։ Ներկեր, պաստառներ, լամինատե հատակներ, միջսենյակային դռներ, 3D պանելներ, կերամիկական սալիկներ, սանկերամիկա, ջեռուցման համակարգեր եւ այլն։ Գործում է 12 ամիս անտոկոս ապառիկ վաճառք։ Վերանորոգման համար ամեն ինչ էքստերիերից։ Մանրամասների համար այցելեք Էքստերիեր կայք։ Այս հրաշալի երգը հրաշալի արտիստին պարգևել է երկրորդ պատվավոր հաղթանակը Շանթ հեռուստաընկերության տարբեր նախագծերում։ Հայ Սուպերստար 5, ինչպես նաև Շանթի հեղինակած պրեմիերա 1 նախագծի հաղթող Սոնա Ռուբենյանի Աշնան սերենադը այժմ կլսեք մեր մասնակցի կատարմամբ։ Դիմավորեք Անահիտ Չրաղյան։ Այս workshop-ի փուլում ներքուստ մտածում եմ, որ կանցնեմ այս փուլն էլ, հուսամ ներքին ձայնս չի խաբում ու տենց էլ կլինի։ Իրականում այդքան շունչը չի իմ համար դժվար, ինչքան այդ երգի անկումները, շատ փոփոխություններ է արվում, այո, մեկ բարձր է երգում, մեկ ցածր է երգում, բայց կարծում եմ, որ կհաղթահարեմ։ Չեմ պատկերացնում, որ մեր տասնյակից ընդամենը 3-ն են մնալու, քանի որ բոլորս էլ շատ տաղանդավոր ենք ու իրոք չեմ պատկերացնում ժյուրիի համար ինչքան դժվար է լինելու ընտրել 10-ից ընդամենը 3-ին։ Երբ ինձնից դու հեռացար անհետ, կյանքն անիմաստ դարձավ, կորցրեց խինդը միագույն դարձավ, հանգչեց, խամրեց մարեց, իր հետ աշուն բերեց, ու այդ աշունը գույներով ինձ կախարդեց ինձ, սիրտս իրեն վերցրեց, ու այդ աշունը սերենադից նավագեց ու քամին մեր սերս տարավ, հորդանց ռևի կամած կպատմեմ ես պատմությունը իմ ու կխնդրեմ նրան քեզ թողնել կորած երազային, դանդաղ մեղմ շշուկով եկավ աշունը թով ու այդ աշունը
շունը չնայեց այլևս քեզ սիրտս տարավ Պատկերացնում եմ, թե որքան պատասխանատու է երգել սուպերստարի հաղթողի կատարումը։ Լսենք մեր ժյուրի անդամներին եւ հասկանանք, թե որտեղ դուք հաջողեցիք, որտեղ այդքան չէ։ Սկսենք Սոնայից։ Ինքը հեշտ երգ չի, որպես կոմպոզիցիա դժվար գործ է։ Ուզում եմ հասկանամ ինտոնացիոննի ձեզ կամ դուք վատ եք ձեզ լսել։ Կամ ինչ-որ խնդիր կա, որ վատ եք ընկալում, որովհետև ամբողջ ընթացքում մեկ ընկնում եք, երկրորդ ես դաժե նշեցի, երկրորդ կուպլետի վաղտ այդ հոր տանտևը, ոնց որ ուզեցաք ընկնեք, բան, բայց հետո էլի զբոյ, այս մրցույթային մակարդակի չի, նամանավանդ եկել հասել եք, ես համոզված եմ կոլեգաներին դուք գրավել եք, որ անցել եք, եկել եք, հասել եք ստեղ, բայց չստացվեց այս համարեց ես մոտ։ Շնորհակալություն։ Լսենք Արական սեռի ներկայացուցչի կարծիքը։ Ես ոչ հայոց լեզվի մասնագետ եմ, ոչ էլ երգեցողության, ինձ ուղղակի կամ դուր է գալի, կամ դուր չի գալի։ Անահիտ ջան, շատ գեղեցիկ եւ բեմական տեսք ունեք, շքեղ, բայց կատարումը ցավոք սրտի այնպիսին չէր, ինչպիսին ես կուզեի, որովհետեւ միշտ կամ համեմատական ես տանում այն կատարողի հետ, ով կատարել է սա առաջինը, կամ փորձում ես գտնել այն, ինչ որ չի եղել այնտեղ եւ պետք է դուք տայք, ոչ նա տեսա, ոչ նա տեսա։ Ցավոք սրտի, այսքան, շնորհակալություն։ Սյուզաննա։ Անահիտ ջան, ես ուզում եմ, որ հեռուստադիտողն էլ այս ամեն ինչը շատ ուշադիր լսի, դուք հասկանում եք, որ գալիս հասնում եք ես փուլ, ընտրում եք այս տեսակ գեղեցիկ ստեղծագործություն ու մի տեսակ գիտեք հեռուստադիտողի համար տպավորություն է, որ մենք այսպես ոչ պրոֆեսիոնալ ենք այստեղ աշխատում, ախր հասկանում եք, այստեղ սա այն ստեղծագործությունն է, որ չէ, Սոն, ես հիմա կասեմ ինչի եմ հիմա այս տեսակ զայրացած, դուք պիտի սա այնպես երգեիք այս փուլում, Անահիտ ջան, որ մեզանից շատերը հոգու խորքում ու ինչ չէ ֆիզիկապես լաց լինեին, սա այդ տեսակ ստեղծագործությունն է, դուք այնտեղ նստած եք, ես Անդրեին ասում ինչ հրաշալի ֆակտուրա ունի ու սպասում եմ ձեզանից ավելին, մի արեք, խնդրում եմ այս տեսակ բաներ, կներեք սիրելի մասնակիցներ, որ ես հիմա այս էմոցիաներով եմ արտահայտվում, ուղղակի ես բարկանում եմ, որ ես ունենում եմ լավ սպասելիքներ ու դուք բարձրանում այս տեսակ ելույթներ եք անում։ Այսինքն դուք նրանից ավելին էիք սպասում։ Իհարկե ավելին էի սպասում, որտեվ ես հիշում եմ Անահիտին։ Այս այն փուլն է, որ ինտոնացիոն չէր, հուզված չէր, կապ չունի, պիտի հաղթահարել, եկել հասել ես այստեղ։ Կներեք։ Անդրե։ Ես ուղղակի շատ եմ ափսոսում, որովհետև Անահիտը այն մասնակիցներից էր, որ շատ սիրուն կուլտուրա ուներ երգելու, այնքան սիրուն, այնքան մեղմ, ես չգիտեմ իր հետ ինչ եղավ։ Հնարավոր է, որ ինքը չկարողացավ ուղղակի հաղթահարել մեծ հուզմունքը, որովհետև փորձերի ժամանակ ինձ միայն չէր հերիքում էմոցիան, որ ես ասեցի, որովհետև մնացած ամեն ինչ շատ գեղեցիկ իր մելիզմներով, բայց այն ինչ որ արեցիր այսօր, ես իսկապես շատ ափսոսում եմ Անահիտ, բայց մի կոտրվի, երբեք չկոտրվես եւ որևէ մեկդ երբեք չկոտրվեք։ Ես էլ եմ ունեցել շատ վատ ելույթներ, հենց մրցույթներում, բայց ես չեմ կոտրվել, ինչքան էլ քննադատել են, մի նայեք այդ ամեն ինչին առհասարակ, դու նույնպես մի նայի որևէ քննադատության, դա միշտ պետք է լինի, եթե այն առողջ է։ Իսկ եթե այն առողջ չէ, այն պետք է ցանկանալ, որպեսզի բուժվի։
Առաջ գնացեք։ Արտահայտվեք, դուք էլ խոսեք։ Անցել գնացել է։ Ես ուզում եմ, որ անպայման Անահիտն էլ խոսի։ Իրականում շնորհակալ եմ բոլորի ձեր կարծիքների համար ու համաձայն եմ, երևի հուզմունքից է ավելի շատ ու ես էլ ֆուլ գոհ չեմ իմ ելույթից։ Մերսի շատ։ Ապրես։ Շնորհակալություն։ Ինձ շատ դուր եկավ, քեզ հաջողություն եմ մաղթում։ Անահիտ Չրագյան։ Պոպուտի նոր հավելված Երևանից մարզեր եւ մարզերից Երևան երթերի համար։ Եթե ուղևոր եք, Պոպուտի շնորհիվ կարող եք գտնել մատչելի երթեր եւ ամենակարևորը ամեն երթից կուտակել գումարի վերադարձ եւ բոնուսներ։ Եթե վարորդ եք, ապա կարող եք գրանցվել, ստանալ բոնուս եւ դատարկ երթևեկելու փոխարեն աշխատել ձեր ճանապարհածախսը։ Պոպուտի Հայաստանի բոլոր երթերը մեկ հավելվածում։ Ներբեռնիր եւ երթևեկիր մատչելի եւ շահավետ։ 2014 թվական Դանիա, Կոպենհագեն, բեմահարթակին հավերժության հայկական խորհրդանիշը, արևախաչը եւ մի գեղեցիկ երգ, որը կոչվում է Not Alone։ Արամեն Պետրիի Եվրատեսիլյան երգը մեր բեմում կկատարի Տիգրան Մկրտչյանը, դիմավորեք։ Workshop-ի փուլին նախատեսել եմ երգել Արամեն Պետրիի Եվրատեսիլյան երգը Not Alone-ը, ինչը Արամեն Պետրիի ամենայն ֆավորիտ երգերից է, քանի որ նույնպես առանց իմ գործիքի եմ լինելու ես, բայց արդեն ես ունեմ որոշակի, եթե կարելի ասել, հմտություններ, որոնք ձեռք եմ բերել իր շնորհիվ Ռոզաննա Ջամբազյանի, Անդրեի եւ մնացած աշխատակազմի, ովքեր ինձ հետ կրկնաջան աշխատում էին, արդեն ես գտնում եմ կարող եմ լիարժեք ներկայանալ առանց իմ գործիքի, ամենատեպս կփորձեմ։ Ամբողջովին լինել նախագծում եւ աշխատել, դա ինձ համար շատ հոգեհարազատ է, ես ինքս պատրաստ եմ 3 գիշեր լուսացնել, նույնիսկ ունեմ նման բնավորություն, սիրում եմ ինքս ինձ ծանրաբեռնել եւ ամեն ինչ հասցնել։ You're alone. No shoulder wants you to know. You felt this world was too cold. You made up a whole new world. Don't cry, little bird. So you are scared in your heart. You're gonna wake up, it's only a dream. And why do dreams make people scream? You're not alone. You're not alone, oh yeah. You're not alone. You're not alone. You're not alone. You're not alone. Yeah, the strongest reason to breathe, into breeze. Enter all doors without keys. Yeah, what if it's only one key that turns all seasons to trees, into trees. Strongest reason to breathe. Yeah, for if it's only one kiss. You're not alone. You're not alone.
Դե ինչ, այս անգամ սկսենք լսել կարծիքները Գլումովից։ Տիգրան ջան, մեկ-մեկ բարձրախոսդ կորցնում էիր, բայց ընդհանուր վատ չէր եւ որպես խորհուրդ ոչ երգչից։ Գիտես, ինձ թվում է, որ երգում գոռալը կամ երգի ընթացքում գոռալը երբեք չպետք է լինի ինքնանպատակ։ Եթե երգը դա թելադրում է եւ եթե կոմոդ ստացվում է, դա պետք է անել ինչ որ գույն կամ երանգ ցույց տալու համար։ Ընդհանուր ամուր միջին ամրության կատարում էր, կարող էր ավելի լավ լիներ, բայց հասկանալով թե ինչքան է ներսդ այդ ամենը եռում, պարզ է, որ այսպես պետք է լիներ ըստ երևույթի։ Վատ չէր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Սյուզաննա։ Ինձ թվում է ես այս փուլում երևի թե հույսերի ու սպասելիքների առումով գերադրական աստիճանում եմ եւ քիչ առաջ իմ էմոցիաները երևի թե դրա հետ էին կապված։ Մի տեսակ տպավորություն է, որ կամ մասնակիցները հոգնել են, կամ չեն հասկացել այս փուլի կարևորությունը։ Դե դրա համար եմ ասում։ Տիգրան ջանեն, որ ես շատ հավանել եմ ձեզ հենց առաջին փուլից, դա բոլորը արդեն գիտեն եւ ձեր տեսակ կատարողներից սպասում եմ առավել, քան այն, ինչը որ ես այս պահին տեսա։ Համաձայն եմ Գլումովի հետ, որ տեղ-տեղ կային ինքնանպատակ գոռոցներ, այդ հոգու ճիչ չէր, այդ ուղակի ճիչ էր։ Դրա համար ինքը չհասավ տեղ եւ հարց առաջացավ ինչու։ Տիգրան ջան, ձեզանից էլ գոհ չեմ։ Դուք շատ լավ եք կատարում, որպես կատարող, ուժեղ մասնակից եք, բայց այս կատարումը ինձ չբավարարեց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Որպես Եվրատեսիլյան մասնակից, Անդրե, ինչ կասես կատարման մասին։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ թույլ մասնակից չունենք, բոլորն էլ ուժեղ են, որովհետև բոլորն էլ տարբեր են։ Ես չեմ առանձնացնելու Տիգրանին որևէ 8 հոգուց ուղղակի այն ինչ որ եւ Սյուզաննան ասաց եւ Եգորը ասաց, ես համաձայն եմ։ Ընդհանրապես ես սիրում եմ, երբ որ փորձերին աշխատում են պրոդյուսերի հետ, ականջալուր են լինում եւ խորհուրդները ընդունում են եւ կատարում են խորհուրդները, որովհետեւ առաջին այդ խորհուրդները հենց ձեզ համար է, ձեզ օգնելու համար է։ Բայց տեսնում եմ, որ այստեղով մտել, այնտեղով գնացել է։ Այդպիսի ելույթ էր քո ելույթը, Սոնա։ Շնորհակալություն։ Սոնա։ Ունեք տաղանդ, ակնհայտ, ունեք ցայն, ակնհայտ ու վատ չէր, բայց ես էլ եմ զգում, որ դուք ունեք պոտենցիալ ավելի լինել եւ հուզմունքը իհարկե ազդում է ձեր վրա, պետք է աշխատել ու մեր պրոդյուսերն էլ լսեք, որը այո Եվրատեսիլում եւ շատ հզոր եւ առաջինը ներկայացրել է մեր երկիրը, այդ պրոստը չի էլի։ Շնորհակալություն։ Դե ինչ Տիգրան ջան, զբաղեցեք ձեր տեղը, եթե կուզեք ինչ-որ բան ասել, խնդրեմ։ Միայն շնորհակալություն, կաշխատեմ ինձ վրա ավելի լավ։ Շնորհակալություն, համեցիր։ Հատկապես այսօր, երբ շատացել են նեգատիվ լուրերը, ստրեսային իրավիճակները, լարվածությունը, տագնապը, օրգանիզմը կարիք ունի վերականգնվելու։ Նման դեպքերում կարող է օգնության հասնել աֆոբազոլը։ Օգնում է պայքարել ստրեսի դեմ, կառավարել էմոցիաները։ Հա, չմոռանաք նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Աֆոբազոլ, պետք չէ հանձնվել ստրեսին։ Վստահ եմ, որ այս երգի կատարմանն անհամբեր սպասում է հատկապես Սյուզաննա Մելքոնյանը։ Մեր մասնակիցն իսկապես մեծ պատասխանատվություն է ստանձնել։ Լսենք նրան։ Շարլ Ազնավուր, մեռնել սիրելով, դիմավորեք, Լիլիան Շահբազյան։ Շատ եմ ուզում մի բան նշել, բայց թող հասարակությունը սա ֆանատիզմի չվերածի։ Ես դեռ մանկուց, երբ որ Սյուզաննան ինքը իմ տարիքում էր միգուցե ավելի փոքր, ես իրա ֆանատն էի, ես ընդամենը 5-6 տարեկան էի եւ հեռուստացույցի դիմաց այսենց հիացած իրան էի նայում։ Եվ իրականում բացարձակապես գաղափար չունեի, որ մի այսքան հնարավորություն կա, որ ինքը ստեղ կլինի, երբ որ ես իրան այստեղ տեսա, ինձ մոտ չեք պատկերացնի ինչ էմոցիաներ էր եւ որ ճիշտ ասեմ, ինձ համար շատ մեծ հպարտություն էր, շատ մեծ պատիվ էր
ու այդ ամեն ինչից հետո այդ էմոցիաներից հետո գալիս է ինձ մոտ մի փուլ, որտեղ պատահական ընտրվում է Սյուզաննա Մելքոնյանի կատարումով թարգմանված Շարլ Ազնավուրի «Մեռնել սիրելով» ստեղծագործությունը։ Եվ ես հիմա ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցրել նախ այն, որ ես իր մոտ պետք է ելույթ ունենամ։ Պատկերացրեք տարիներ շարունակ ինչ-որ մեկի երկրպագուն եք լինում ու իր մոտ երգում եք իր ամենահաջողված եւ սիրված երգերից մեկը, չնայած բոլորն են հաջողված։ Շատ էմոցիաներով ինձ թվում է ավելի շատ հենց այդ է ինձ նպաստում, որ ես ավելի լավ տրամադրվեմ եւ հաղթահարեմ ելույթը։ Պատերով կյանքի վեշ մագլցելիս աղսահում եմ ցած ես սիրելիս որ գնամ իմ ճանապարհով մեռնել սիրելով շուրջ բոլորն ինձ ասում են ինչ էլ անեմ ես մեղավոր ու միայն մի ելք ունեմ մեռնել սիրելով մեռնել սիրելով համարին պարվել հոշար իմ կամքով հատուցել սիրուն կյանքի գնով մեղանչել մարմնով երբեք օգով թող բոլորն ապրեն իրենց հոգսերով չար ունենք մարդիկ գեժի թող լինեն սինունային իրենց մտքերի մեռնել սիրելով եթե չի կարող մեր սերը ապրել պետք է կյանքի այս էջերը փակել սերը բայց անկարծ չայրել սիրելով մեռնել կեցված կովը պարտուղնել հեռանալ տանուլ տված սիրուց աղթող դուրս գա քարտերը բոլոր խառնել սիրելով մեռնել սիրելով մեռնել որպեսզի ոչինչ ինձ հետ չտաներ որ ամեն ինչ անցյալում ես թողնեմ վերցնեմ միայն պատկերը քո ու սերը մեր դու գարուն իսկ ես աշունել դու ինձ նով ապրում իսկ ես տրվում եմ ու հիմա դատապարտված եմ ես մեռնել սիրելով մեռնել սիրելով մեռնել Ապրես։ Լսենք մեր ժյուրի անդամներին։ Սկսում ենք այժմ Սյուզաննայից։ Ոյ Լիլիան ջան, նախ շնորհակալություն
ես միշտ սիրում եմ ասել պապիկը, մեր պապի երգի համար, բոլոր երգերը իր ֆանտաստիկ են։ Իրականում այս երգը երբ ինքս երգում եմ կենթանի կատարմամբ, ինձ համար եւս դժվար է։ Դժվար է տեքստի առումով, դժվար է իր կառուցվածքի առումով, այնտեղ մոդուլյացիա եւ այլն։ Լիլիան ջան, ես ձեզ հավատացի շատ, դուք իսկապես ազնիվ էիք, անկեղծ էիք, սիրում եմ ձեր լինելիությունը բեմում, երբ դուք այդքան կոկիկ եք վերաբերվում այն ամենին, ինչը որ դուք անում եք։ Իհարկե մանիերային պահեր կային այնտեղ, որ էլի մի քիչ ինձ խանգարեց, դու գիտես ես ինչ նկատի ունեմ, բայց կարևորը որ ես հավատացի քեզ։ Բեմում գտնվող մարդու կարևորագույն գործը, որ հանդիսատեսը մարդիկ, ովքեր իրեն լսում են, հավատան, հուզվեն, իսկ ես դա զգացի, շատ շնորհակալ եմ։ Ես նույնպես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Անդրե։ Լիլիանը մեր ընդհանուր այս 30 մասնակիցների մեջի ամենագերազանցիկն է, ընդհանրապես բնավորությամբ, փորձերին ներկայությամբ, ինքը շատ ընդհանրապես շատ պատասխանատվության զգացում ունեցող մասնակից է։ Ես եւս շնորհավորում եմ, դու կարողացար ամեն դեպքում հաղթահարել խոչընդոտները, քեզ խանգարող հանգամանքները եւ այսօր լինել բեմում, երգել այս աստիճան դժվար երգ, բայց էլի շատ գերազանցիկ կերպով։ Զգացված եմ ձեզ շատ։ Շնորհակալություն Սոնա։ Վերցնելով սենց շատ մաստիտի, հզոր, աշխարհարչակ Շարլան Զամուրի ստեղծագործություններ, իհարկե այդ շատ մեծ պատասխանատվություն է, շատ, որովհետև միշտ անելու են սենց համեմատական կապ չունի, որ հայերեն եք երգում, երևում էր, որ իրոք գերազանցիկ էլի, սենց отличница ты у нас։ Այդ մի քիչ Սոնան չի սիրում։ Իմ քույրերը սաղ ատնիշնիկ են ու սաղքյան կռիվ եմ անում իրանց հետ։ Բայց ասում եմ լավ է, դուք եղեք այդպես գերազանցիկ, ես էլ լինեմ սխալը։ Այդ ինչի համար եմ ասում, երաժշտության մեջ։ Սենց մի քիչ սենց շատ գերազանցիկ էլի, մի քիչ ծուռ, պետք է ծուռ լինել։ Բանը, բայց ընդհանուր առմամբ շատ շնորհակալ եմ ձեզ։ Շատ սիրուն ձայն ունեք, երգեք ու զգացում եմ, որ լավ դասատու ունեք վոկալի, ինձ թվում է կլասիկ, սենց ճիշտ, սենց։ Շնորհակալություն, շնորհակալություն, լսենք Գլումովին։ Ես նախ միշտ ուզեցել եմ հնարավորություն ունենալ արտահայտվել այս երգի տեքստի մասին։ Ես բոլորիդ խնդրում եմ եւ պահանջում եմ ոչ թե մեռեք սիրելով, այլ ապրեք սիրելով։ Պապինը այդպես։ Ես ապրում եմ։ Այո, ապրեք սիրելով, դա ամենակարևորն է, եկեք ոչ մեկ չմահանա, ապրեք, որ շարունակվի մեծն մայստրոյի գործը։ Եվ ընդհանուր առմամբ ուզում եմ բոլորին, սա ոչ միայն Լիլիանին է վերաբերում, այլ առհասարակ բոլորին։ Դուք ճիշտ հասկացեք, այս ամենը նման է մեր ֆուտբոլի հավաքականների հավաքի նման։ Մենք ընտրել ենք լավագույններին եւ արդեն ոչ մեկ ձեզ չի սովորացնում ինչպես պետք է գնդակի հետ վարվեք, ինչ պետք է անեք։ Մարզիչները ձեզ ուղղակի խորհուրդներ են տալի եւ եթե դուք ունեք այդքան քթի անցք, որ ընդունեք այդ խորհուրդները, ուրեմն կգնաք առաջ։ Եթե ոչ, կամ եթե դուք չեք լսում այդ խորհուրդները, անցնում եք այդ խորհուրդների կողքով, ուրեմն կպարտվեք եւ չեք մտնի հավաքականի կազմը։ Ինչ վերաբերում է Լիլիանին, Լիլիան ջան, ամեն ինչ ինչ որ ասացին համաձայն են, ինձ էլ այդ խենթությունը մի քիչ չհերիքեց։ Մի քիչ այդ խենթությունը որ լինի, թե կերպարում, թե կատարման մեջ էլ ավելի լավ կլինի, ապրեք։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզ բոլորիդ եմ շնորհակալ անչափ։ Շնորհակալություն, համեցիր Լիլիան։ Բեմ դուրս գալուց առաջ պետք է տաս հետևյալ հարցը. արդյոք քեզ հարմարավետ է զգում տվյալ հագուստի մեջ։ Միանշանակ ես ինձ հարմարավետ եմ զգում, որովհետև հագնվում եմ Լուֆյան բրենդի խանութ սրահից։ Այցելեք Լուֆյան եւ եղեք ինքնավստահ։ Թումանյան 26։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ այսօր ինյակից ժյուրին ընտրելու է ընդամենը 3 մասնակցի։ Իսկապես շատ վճռորոշ փուլ է։ Տեսնենք թե ինչպես ելույթ կունենա մեր հաջորդ մասնակիցը։ Nothing gonna change my love for you։ Դիմավորեք։ Արեգ Գալստյան։ Երգելու եմ Nothing's gonna change my love for you երգը, George Benson։ Ես ներկայանալու եմ հետևյալ կերպ։ Կանեմ
հնարավոր ամեն բան նախ գրավելու, ժյուրիին գրավելու եւ հաջորդ փուլ անցնելու համար շատ կուզենամ, որ իրոք հնարավորինս լավը լինի իմ կատարումը, իմ ելույթը If I had to live my life without you near me, the days would all be empty. The nights would seem so long. With you I see forever oh so clearly. I might have been in love before, but it never felt this strong. Our dreams are young and we both know they take us where we want to go. Hold me now, touch me now, I don't want to live without you. Nothing's gonna change my love for you. You ought to know by now how much I love you. One thing you can be sure of, I'll never ask for more than your love. Nothing's gonna change my love for you. You ought to know by now how much I love you. The world may change my whole life through, but nothing's gonna change my love for you. If the road ahead is not so easy, Allah will lead for us. Like the guiding star, I'll be there for you if you should need me. You don't have to change a thing. I love you just the way you are. So come with me to share with you. I help you see forever too. Hold me now, touch me now, I don't want to live without you. Nothing's gonna change my love for you. You ought to know by now how much I love you. One thing you can be sure of, I'll never ask for more than your love. Nothing's gonna change my love for you. You ought to know by now how much I love you. The world may change my whole life through, but nothing's gonna change my love for. Nothing's gonna change my love for you. You ought to know by now how much I love you. One thing you can be sure of, I'll never ask for more than your love. Nothing's gonna change my love for you. You ought to know by now how much I love you. One thing you can be sure of, I'll never ask for more than your love. Nothing's gonna change my love for you. You ought to know by now how much I love you. The world may change my whole life through, but nothing's gonna change my love for. Nothing's gonna change my love for you. You ought to know by now how much I love you. The world may change my whole life through, but nothing's gonna change my love for you. Եվ այսպես լսենք, թե ինչ կարծիք ունի ժյուրին մեր մասնակցի կատարման վերաբերյալ։ Սկսում ենք Անդրեից։ Արեգ ջան, ապրես շատ, շնորհավորում եմ ելույթդ։
Շնորհակալ եմ։ Սա երևի թե ես այս երգի նոտաների տակ հիշում եմ, թե ինչպես էի 8-րդ դասարանում պարում իմ սիրած աղջկա հետ, դասարանցուս, բայց շատ մեծ դիստանցիայի վրա, որտեղ այն ժամանակ այսպես էր, այո, այսպես էր, շատ հեռու ենք կանգնած ու շատ դաղ էինք պարում, իրականում, հա, ու չէինք նայում իրար աչքերի մեջ։ Շնորհակալ եմ այս երգի ընտրության համար։ Բայց ինչ վերաբերվում է կատարմանը իհարկե, դնելով բոլոր հուզմունքները մի կողմ, ես կուզենայի, որ ամեն դեպքում կրկներգներում դու աճ ցույց տայիր, նույնպես երկրորդ տունում, նույնպես երկրորդ կրկներգում, բայց ինձ համար դա տեղի չունեցար։ Շատ սիրուն, մաքուր սկսեցիր եւ նույն ձև երգը մինչեւ վերջ տարար, մաքուր երգելով։ Սոնա։ Տետի ես է պակասում, ես կարամ գրկեմ իրան։ Իհարկե կարաս գրկես։ Это вообще, я в шоке, ես չգիտեմ։ Звезда в шоке։ Դաշ չես գրել ինձ Instagram-ում։ Երեխեք, ես երգել եմ նախագծում, մենք երգել ենք Золотое танго։ Արեգի հետ, это вообще, такой у него слух. Такой слух вообще у него, это вообще, карам кез гыркем, и вообще он красавчик. Энканов, что даже карар инс грեր, Instagram, это испечет микрофона вообще. Карар грեր, որ ես մասնակցում եմ, я в шоке, я особо, արեք, я с ним пела. Իսկ ինչ եք երգում? Золотой танго, չքնախ երաս։ Մի հատ փորձեք էլի։ Հիշես։ Հիմա երկենք։ Давай, պայգեր։ Давай։ Ես խնդրում եմ։ Սպասի, ինտերնացիոնի որտեղ եք տոնել։ Հերե, դուրու։ Սկզբից ես եմ։ Դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ, դու ինձ համար երազմաքուր, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երաս, Արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հերվից ես քեզ կոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երաս, Արեգակին պետք է հերվից նայել, Կայրի եթե շատ մոտենաս։ Բրավո։ Սոնա այրում ես։ Հետո ես ստեղ մատնում էի, էլի ռուսերեն։ В уснувшем парке поздний час, где дремлют звезды над листвой, сегодня в самый первый раз танцуем танго мы с тобой. Нам эту ночь с тобой забыть нельзя. Все это было как во сне. Казалось, есть на свете ты и я, и наше танго в тишине и так далее. Я люблю тебя. Я тебя очень люблю, Арек. Я тоже. Инка Арек Анунов, бать, он пел для меня вот так. Спасибо тебе и твоим родителям. Вообще суперский он. Кнерек, это эмоции мои были, простите. Вообще с каблукнер карам ханем уганам сенс. Thank you, thank you, thank you. Табарапи попопапи супо. Степарапи пополопо. Степарапи попопапи. Степарапи пом-пом-пом-пом. Браво! Да, это было вообще... Ես կարծում եմ Արեգը արդեն շահեց մեր մրցույթի ամենագլխավոր մրցանակը։ Անդրեկ, ով է շոու անում։ Ինձ թվում է, որ Արեգը այս պահի համար էր եկե հայ սուպերստար, դե ամեն օր չի Սոնային մարդ կարող այդքան գրկի։
Արեգ ջան, ես քեզ շնորհավորում եմ եւ նախանձում եմ իրականում, որովհետեւ Սոնան իմ հետ երբեք չի երգել ու ըստ երևույթի չի էլ երգի։ Ինչ վերաբերվում է կատարմանդ, այ նայեք, մի քանի, այսինքն Արեգի կատարումից առաջ ասացի, չէ, որ շատ կարեւոր է լսել։ Անդրեն Արեգի կատարումից հետո անմիջապես ասեց, որ ինձ չէր հերիքում, երբ որ դու տալիս ես էմոցիա, բարձրանում ես, եւ մենք հիմա լսեցինք կատարում ակապելա, որտեղ որ Արեգը արդեն փորձեց անել այն, ինչ որ Անդրեն իրեն խնդրեց։ Արեգ ջան, ապրես, կեցես եւ գիտեք ինչ կա, ես առհասարակ զարմացած չեմ, որտեղ ինձ թվում է, որ Արեգային քիչ մասնակիցներից էր, որը որ անդադ այսպես բարձրանում է վերև, առաջին կետից, առաջին ելույթից հետո նա բարձրանում է վերև, կամանց, բայց շատ հստակ քայլերով։ Ապրես Արեգ ջան, գոհ եմ ես։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սյուզաննա։ Արեգ ջան, սրտանց շնորհավորում եմ։ Այո, ինձ էլ սկիզբը շատ համոզիչ էր, շատ հուզիչ էր։ Ես ի սկզբանե ասել եմ ու շարունակում եմ մնալ նույն կարծիքին, ես շատ սիրում եմ ձեր ազնվությունը, ձեր կոկիկությունը, ձեր բնությունը բեմում, շատ խաղաղություն է գալիս ձեզանից։ Բայց եթե ես ամենը թողնեմ մի կողմ եւ խոսեմ այսօրվա մրցութային հատվածից, պահեր կային, որ այո, ինձ էլ չբավարարեց, որովհետեւ սա իմ ամենասիրելի երգերից մեկն է եւ այնտեղ բարձր նոտաների ժամանակ ինձ մոտ մի քիչ տպավորություն էր, որ դուք հոգնում էիք։ Դա ինձ մի քիչ խանգարում էր։ Իսկ առհասարակ շնորհակալություն, որ դուք կաք ու մասնակցում եք մեր պրոյեկտին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ես էլ շնորհակալ։ Եթե քաղցած եք կամ ընդմիջման ժամն է մոտենում եւ ձեր սիրտը շատ համեղ, առողջ եւ տնական ուտեստ է ցանկանում, պարզապես այցելեք Degusto.am։ Շատ կարճ ժամանակահատվածում ձեր պատվերը տեղ կհասնի։ Քաղաքի համեղ շաուրմաների, սուշիների, պիցցաների, խորովածների, բուրգերների եւ խմորեղենների մեծ տեսականի, հայկական, մեքսիկական, ասիական խոհանոցների լավագույն թարմ եւ համեղ ուտեստները մեկ վայրում Degusto Food Studio-ում։ Զանգահարեք եւ պատվիրեք 033 80 80 80։ Կհաջողվի արդյոք մեր հաջորդ մասնակցին գրավել ժյուրիին։ Այս հարցի պատասխանը հենց հիմա կախված է ոչ միայն ժյուրիից, այլ նաև Լյուդվիգ անունով ոզնուց։ Խոսք Ավետ Բարսեղյանի, երաժշտությունը Սոնա Ռուբենյանի, Լյուդվիգ անունով ոզնի կամ ապրելու չափ համար։ Դիմավորեք Կատրին Գասպարյան։ Շատ տխրում եմ իրականում, որ հասկանում եմ, որ մեզնից 3-ն են ընդամենը անցնելու, հետագայում էլի 3 մասնակից։ Երգելու եմ ապրելու չափ համարը, Սոնա Ռուբենյանի։ Շատ ակտիվ պատրաստվում եմ, լսում եմ վոկալիստի եւ Անդրեի բոլոր խոսքերը ու փորձում եմ ամեն ինչ անեմ, որ ելույթս լավ լինի ու հիշվող լինի։ Ինձ թվում է ես կկարողանամ ցույց տալ այն ինչ որ այդքան պարապել եմ։ Փոխում եմ հիմա ես աշխարհը իմ, ընտրում եմ այսօր ճանապարհը իմ, սիրո ետևից գնալու համար, ես ու սիրտս դարձանք ապրելու չափ համար, վարքյանս քեզ մոտ ժամերի նման, սահման ես ունեմ դու չունես պայման, խիղճը թող քեզ հուշի, որն է ճիշտ ու սխալ որոշի Ճանապարհ քայլ քայլ դեպի երազանք Ճանապարհ խավարի միջով ես անցա ու հասա դեպի լույս ու կյանք Ճանապարհ քայլ դեպի
մենք է վերադարձան դեպի լույս ու կյանք Հեքիաթը այսօր արդեն հինը չէ Անխելք մարդու վերջն էլ հետչիմը չէ Բախտի հետքերով գնալու համար Ես ու սիրտս դարձանք ապրելու չափ համար Վարկյանս քեզ մոտ ժամերի նման Սահման ես ունեմ դու չունես պայման Խիղճը թող քեզ հուշի Որն է ճիշտ ու սխալ որոշին Ճանապարհ քանար քան դեպի Yes, I'm so hot, deep in those so young. Janapan, kanar kan depi, yeraza. Janapan, khavarim michov, meke verada depi those so young. Janapan, kainar depi yeraza. Inch for bankos ne love girar gata, mekan Գասպարյան, ճիշտ է ինձ բարեկամուհի չէ, բայց ես շատ հավանեցի ձեր կատարումը, քանի տարեկան եք կհիշեցի։ 18 18 տարեկան Կատրին Գասպարյանը։ Լսում ենք մեր ժյուրի անդամների կարծիքները, սկսում ենք Սոնայից։ Ես ողջունում եմ ձեզ, շնորհավորում եմ սենց ոչ հեշտ վերցրած կոմպոզիցիան, ձայն ունես անշուշտ, դաժե չեմ կարող ոչինչ ասեմ, ու հենց սկզբից սկսեցիր շատ սիրում, շատ։ Հետո իհարկե շունչը հերիքետ ճիշտ տեղերում չէր շնչում, դրանից տուժում էր քո այդ ֆրազաները, որը կարար լիներ։ Ни в тех местах, ոնց ասեմ, վերցնում էիր շունչըդ, խեղճանում էիր դրանից ինտոնացիոնի, поэтому։ Բայց ես դետալներով որ չասեմ, ընդհանուր առմամբ ձեր ելույթը ինձ դուր եկավ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գոր Կատրին առաջին օրվանից իմ ֆավորիտներից է եւ համոզված եմ, որ դեռ երկար ճանապարհ կունենա։ Թե հայ սուպերստարում, թե առհասարակ, ուղղակի պարզ է, որ դեռ աշխատելու շատ տեղեր կա եւ պետք չի դոփել տեղում։ Ապրես, այս անգամվա համար էլ եւս ապրես։ Շնորհակալություն։ Սյուզաննա Ես ուզում եմ ասել Կատրին ջան, որ ես 18 տարեկանում այսպես չեմ երգել ու ուղղակի չեմ վախենա հրապարակավ ասել, որ ես կերազեի այս տեսակ կատարում ունենայի։ Շնորհակալ ենք անկեղծությանը, որ եկեք ծափարում։ Ես դրա համար ձեզ ծափարում եմ։ Ընդհանուր ստացված է ելույթը, ես շատ հավանել եմ, բայց առաջին հատվածում երգի այդ այերը, այն ձեր գեղեցիկ ֆալցետով որ անեիք, շատ ավելի ստացված կլիներ ձեր ելույթը, բայց ես շնորհավորում եմ ձեզ, շնորհակալություն, որ դուք կաք ու մեր նախագծում եք։ Մերսի։ Շնորհակալություն։ Անդրե։ Ես կլինեմ ավելի խիստ իհարկե, որովհետև ես ներկա եմ եղել բոլոր փորձերին եւ ես գիտեմ, որ դու այսօր այն ամեն ինչը, ինչ որ դու անում ես, դու արեցիր ընդամենը 30%-ը։ Հազում ես, որովհետև շունչերն էր, Սոնան շատ ճիշտ է նկատել, որովհետև սխալ տեղեր էր շնչում, չէիր կարողանում Սյուզաննայի ասած այերը, որը փորձերին կար, այսօր չգիտեմ ինչ խանգարեց, որ դու որոշեցիր հենց ամենասկզբից բացվես։ Նաև համաձայն եմ
Եգոր Գլումովի հետ։ Բոլորի հետ համաձայն եմ, ուղղակի շատ ցավում եմ, որ շատ-շատերը փորձերի ժամանակ իսկապես անում եք այն, ինչ որ այսօր ես տեսնում եմ շատ քիչ տոկոսը։ Չգիտեմ ովքեր են լինելու այն 3 բախտավորները, ովքեր որ անցնելու են ել ավելի դաժան փուլերի։ Դաժան այնուառումով, որ եթե այստեղ հասկանալի պատճառներով եք լքում, օրինակ, մրցույթը եզրափակիչում, երբ որ համերգները սկսի, շատ դեպքերում անհասկանալի պատճառներով, որտեղ կարողա ձեր լավագույն ելույթից հետո ինչ-ինչ պատճառներով ձեզ չքվեարկեն։ Եվ այդպիսի դեպքեր եղել են, բայց մարդիկ դրանից հետո չեն կոտրվել, դա է ամենակարևորը։ Շնորհակալություն։ Զիրոյան, առավոտյան քանիսին ես արթնանում։ Ասեմ Գոհար ջան, երբ զգում եմ սուրճի բույրը, այդ ժամանակ զարթնում եմ։ Փաստորեն ամեն ինչ կախված է օդ մարտինայից։ Այո, իհարկե, առավոտյան, արևելյան սուրճ, կեսօրին 3-1 կամ կապուչինո։ Լավ, իսկ երեկոյան։ Այ երեկոյան օդ մարտինայի սուրճ, բայց ինչ։ Ես օդ մարտինայի սուրճի հետ նաև ուտում եմ օդ մարտինայի պաղպաղակները։ Հիմա կփորձեմ սուրճը։ Վայ, հրաշ ջան, ես էներգիայով լի եմ, ասա տեսնեմ ինչ եմ անում։ Կլինի ես էլ իմ սուրճը խմեմ, հետո նոր ասեմ, Զիրոյան ջան։ Օդ Մարտինը, մեր ընկերն ամեն օր։ Մեր հաջորդ երգը նրա մասին է, որ հաճախ որևէ մեկին կամ որևէ բանի արժեքը գիտակցում ես միմիայն կորցնելուց հետո։ Հուսանք, որ մեր հաջորդ մասնակիցը չի կորցնի իրեն տրված բացառիկ շանսը։ You are the reason, Callum Scott, դիմավորեք, Լևոն Սարգսյան։ Անկեղծ ասած, ներկա պահին հանգիստ եմ, շատ հանգիստ եմ, որովհետև փորձել եմ ամեն ինչ, որ ամեն խորհուրդներ, ամեն ինչ սա ընդունել եմ ես, ինձ թվում է կստացվի, լավ կլինի ամեն ինչ։ Իմ առօրյա կյանքում ես ահագին բան եմ թողել, աշխատանքի հետ կապված ամեն տեսակի շատ դժվար է, բայց կարևորություն եմ տալիս ամենայն դեպս այս ամեն ինչին։ Երգել եմ You are the reason երգը, տրամադրված եմ այս ձև, որ շատ եմ ուզում անցնեմ ու պիտի ինձ անեմ, որ անցնեմ։ There goes my heart beating, 'cause you are the reason I'm losing my sleep. Please come back now. And there goes my mind racing, and you are the reason my heart keeps bleeding. I need you now. I'd climb every mountain, swim every ocean, just to be with you and fix what I broken. Oh, I guess I need you to see that you are the reason. There goes my hand shaking, and you are the reason my heart keeps bleeding. I need you now. If I could turn back the clock and make sure the life different is the dark, spend every hour or every day keeping yourself. I'd climb every mountain and swim every ocean just to be with you
every ocean just to be with you and fix what I broken. Oh, I guess I need you to see that you are the reason. Մեր վերջին մասնակիցն է, լսենք, թե ժյուրին ինչ խորհուրդներ, նկատողություններ, դիտողություններ կանի։ Սկսենք Սյուզաննայից։ Լևոն ջան, ես հիշում եմ ձեզ առաջին փուլից ու շատ դիպուկ հիշում եմ, որ դուք գրավեցիք ինձ ձեր էմոցիոնալ դաշտով, եթերային, խաղաղ, այդ քամիները ես ձեզանից զգացել եմ։ Այն ստեղծագործությունը, որը այսօր էիք կատարում, վերջին էպոխայի իմ ամենասիրելի երգերից մեկն է։ Գեղեցիկ տեմբր ունեք, կատարում եք լավ, բայց կուզենայի, որ ձեր էմոցիան ավելի շատ աշխատեր, հատկապես նման ստեղծագործությունների ժամանակ։ Հասկացեք մի բան, որ փուլ առ փուլ մենք սպասում ենք էլ ավելի այն ամեն ինչի համեմատ, ինչը որ դուք ներկայացրել եք առաջին փուլում։ Մի քիչ էմոցիոնալ դաշտի հետ համաձայն չեմ, որովհետև առաջին փուլում ինձ համար ավելի շատ էր, քան այսօր այս փուլում, բայց եթե ընդհանուր վերցնենք ձեր կատարումը, ես գոհ եմ ու շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Անդրե։ Ես հույսով եմ, որ աղոթքդ տեղ կհասնի, որտեղ այս երգը աղոթք է եւ երբ որ դու մնում ես միայն դու եւ Աստված եւ մարդ չկա շուրջդ, դու շատ անկեղծ ես լինում ավելի։ Ես կուզենայի իսկապես Սյուզաննայի ասած այդ ոչ թե էմոցիոնալ զգացմունքը, որ ես տեսնեի իրականում։ Շնորհակալություն։ Սոնա։ Շնորհակալ եմ քեզ, քո պրիրոդային, որ կա ի սկզբանե։ Մնացածը տեխնիկի հարցեր է, բայց այդ էմոցիանը, այդ սիրուն այդ քո այդ պալցետ, այդ պիանոն, որ դու ունեք, այդ պրիրոդան կամ լինում ածնվում ամարտու հետ կամ չկա։ Մերսի քեզ, Լևոն, քո ելույթի համար, շատ շնորհակալություն։ Եվ վերջում լսենք Գլումովին։ Լևոն ջան, նախ ուզում եմ հարցնեմ Jesus Christ Superstar դիտեցի՞ր, լսեցի՞ր։ Այո։ Հա, հասկացա՞ր։ Հեյզանա, հոզանա։ Լավ, հիմա սիրելի հերոստադիտող, ես չեմ ուզում ոչինչ ասել Լևոնի կատարման մասին։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս այն խոսքերից հետո YouTube-ով մի քիչ հետ տակ եւ տեսնեք, թե Լևոնի կատարման ժամանակ ինչպես են իրենց պահում մեր գեղեցկուհիները, որ այնտեղ են նստած, եւ մեր գեղեցկուհիները, որ այստեղ են նստած։ Սրտակեր Լևոնը կերավ նրանց սրտերը։ Սա է ամենակարևորը, երբ որ տղամարդը երգում է, կարող է ֆալցետները չգիտեմ ինչ, բնությունը գնաց քնելու, բայց երբ որ կպնում է, քամիները միանում է, կանայք սկսում են խորը շնչել, դողալ, ուրեմն ամեն ինչ լավ է Լևոն, կարելի է ձեզ միայն նախանձել, այսքան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բարձր ծափարություններով ճանապարհենք մեր վերջին մասնակցին, 9-րդ մասնակցին։ Գուարջան, զգացել ես հավելվածները ինչքան են հեշտացնում մեր կյանքը։ Իհարկե։ Օրինակ պոպուտի։ Այո, համաձայն եմ։ Խնդրեմ, նայ։ Եթե դու ուղևոր ես, կարող ես գտնել մատչելի երթեր Երևանից մարզեր կամ մարզերից Երևան։ Քեզ բոնուս են տալիս համել ամեն երթից գումարի վերադարձած կուտակում։ Լավ, իսկ վարորդները օգուտ ունեն։ Իհարկե, վարորդները գրանցվում են, բոնուս են ստանում եւ դատարկ երթևեկելու փոխարեն իրենց ճանապարհածախսն են աշխատում։ Իսկապես որ պոպուտի է։ Պոպուտի, այո, Հայաստանի բոլոր երթերը մեկ հավելվածում։ Ներբեռնիր եւ երթևեկիր մատչելի ու շահավետ։ 9 մասնակիցներ արդեն ներկայացան ժյուրիին։ Եկել է որոշում կայացնելու ժամանակը, որոշում, որը հաջողություն կբերի ընդամենը 3 հոգու։ Բայց մինչ այդ վերհիշենք բոլոր ելույթները։ Սրտից մեջ էլ կյանքում այս խենտի նման մանև գալիս
Աներ աշխարհից շփնում է խանգարը What you say, hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. Şuna derin, güne robiz kakardet, kakardetins. This song is waiting to breathe. Yeah. I'll never ask for more than your love. Nothing's gonna change my love for you. You wanna know by now how much I love you. I'd climb every mountain, swim every ocean, just to be with you. Հայ Սուպերստար 6 նախագիծն է Շանթի եթերում եւ մենք շարունակում ենք բացահայտել նոր տաղանդների։ Ժյուրին արդեն կայացրել է իր որոշումը եւ նախքան այդ որոշմանը ծանոթանալը մենք պետք է հասկանանք, թե արդյոք ժյուրին չի վիճել իրար մեջ եւ արդյոք կայացրել է միաձայն որոշում, առհասարակ լսենք նրանց կարծիքը եւ դրանից հետո անցնենք արդեն անունների հայտարարմանը։ Գլումով Որոշումը բավականին դժվար էր, որոշումը միաձայն չէր, թեժ վեճ էր, տղաները համաձայն չեն աղջիկների հետ, աղջիկները համաձայն չեն տղաները հետ, աղջիկները համաձայն չեն աղջիկների հետ եւ այլն, բայց վերջով գոյություն ունի այդպիսի գիտություն, մաթեմատիկա։ Հաշվեցինք եւ ստացանք այն, ինչ որ ստացանք։ Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ իհարկե ցավոք սրտի դժգոհությունը ավելի շատ է, քան գոհունակությունը, որովհետեւ սպասումները շատ ավելի շատ են եւ մենք իհարկե ուզում ենք, որ հայ սուպերստար 6-րդը լինի էլ ավելի սուպերստար քան նախկինները, դրա համար ըստ երևույթի դա միգուցե մեզ էլ է մի քիչ խանգարում, միգուցե մենք մի քիչ շատ բան ենք ավելի սպասում մեր մասնակիցներից, բայց մենք այդպիսին ենք, ժյուրին դուք չեք ընտրել, դիմացեք, ասածս սա էր։ Շատ լավ, շնորհակալություն, Սուզաննա։ Այո, դուք ինչ եք զգում ընտրության պահին։ Ինչպես Գորը նշեց, այո, շատ խառներ ընտրություն է, էմոցիոնալ, ինչպես որ այսօր շատ տեղերում մեր այսօրվա եթերը եղավ էմոցիոնալ։ Դուք եք պատճառը, սիրելի մասնակիցներ, որովհետև փուլ առ փուլ մենք սպասում ենք ձեզանից ավելին, բայց ես մնում եմ իմ կարծիքին, ես այսօր ավելի շատ դժգոհ եմ, քան գոհ եմ, քանի որ կային շատ մասնակիցներ, որոնցից ես շատ ուրիշ բան էի սպասում ու ցավոք ունեցանք այն, ինչը որ ունեցանք։ Անդրե, այ որպես դուք, որպես հնամենի ժյուրի անդամ, ինչպես կգնահատեք ընտրությունը, ինչպես անցավ, արդյոք ամեն ինչ ձեր սրտով էր։ Չէի ասի վեճ, բայց ամեն դեպքում այնինչ տեղի ունեցավ կադրի հետևում, կարևորը առողջ էր, առաջնահերթ, որովհետև 4-ն էլ ցավում են ամեն մեկի համար, որովհետև բոլորս էլ ճանաչում ենք, թե ինչին են ունակ նրանք, ինչ արեցին կամ ինչ չարեցին։ Ամեն դեպքում տեսնենք, թե ինչպես կլինի։ Շնորհակալ եմ։ Սա շատ հետաքրքիր է, որովհետև այդպես տարբերել հենց գնահատելու են հեռուստադիտողները, այնտեղ էլ են ճաշակները խառնվելու իրար եւ մենք ունենալու ենք բազմակարծիք, այսպես ընտրություն։ Սոնա, այ հետաքրքիր է, դուք ինչն եք ավելի շատ գնահատել ընտրության ժամանակ։ Կարևորը անկեղծ լինել, ինքս ինձ հետ առաջնահերթ։ Ես իմ ընկերների հետ համաձայն եմ, իրանք ավելի շատ են ձեզ տեսել, միջև այդ եւ փորձերը եւ այդ փուլը ի սկզբանե դե հələ սա արժևում է ու գիտեմ որ փրկվելու տեղել ունեն, ոչ մեկը մի հուսահատվեք,
Մեկ էլ ժողովուրդը մեր որտենա, մեկ էլ գիտեմ, կարող ասեն, այս Սյուզանը ինչ ասենց դրեխ, ինքը այդ տարիքում տես երգում էր կամ Սոնան կարար այդ տարիքում երգեր։ Գիտեմ, մեր ժողովուրդը կարա կամ մեծարի, կամ էլ բաշե տապալի, ժողովուրդ ջան, մենք անկեղծ ենք, առաջնահերթ, մեկը իրանց օգտի համար ենք ասում, երեխեք, որ դուք հասկանաք ձեր վվտներն էլ անեք էլի։ Շնորհակալություն, եկեք բարձր ծափարենք ժյուրի անդամներին։ Շնորհակալություն ձեր խորհուրդների համար, իսկապես վստահ եմ մենք այնպիսի հրաշալի ինտելեկտուալ նոր սերունդ ունենք, որ ձեր ամեն խոսքը վստահ եմ, որ նրանք կընդունեն որպես դաս եւ չեն բաց թողնի այս հրաշալի հնարավորությունը սովորելու, ավել բան սովորելու։ Դե ինչ, շարունակում ենք Հայ Սուպերստար 6 նախագիծը, ընդամենը րոպեներ անց մենք իմանալու ենք այն 3 հաջողակների անունները, ովքեր անցնելու են հաջորդ փուլ։ Տեսնենք, թե արդյոք նրանք կնշեն լավագույն 3 մասնակցի անուն։ Դավիթ, սկսենք քեզնից։ Նշիր այն 3 մասնակցի անունը, եթե դու օրինակ լիներ ժյուրիի անդամ, ում կընտրեիր, այսպես ձևակերպում։ Շատ դժվար հարց եք տալիս, որովհետև բոլորն էլ տարբերվող էին, իմ ընկերներն են, բոլորն էլ հիանալի կատարումներ են ունեցել, ըստ ինձ։ 3 մասնակից ինձ թվում է Կատրինին կընտրեի։ Լավ։ Արեգին և Լիլյանին։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Մարգարիտա, դուք ինչ եք կարծում։ Նախ կուզեի շնորհակալություն հայտնել երեխաներին, ընկերներիս, թե փորձերին, թե համերգի ընթացքում այս հաճելի մթնոլորտը, ընկերական մթնոլորտը պահպանելու համար։ Անկեղծ ասած, ունեմ ֆավորիտներ Լևոնը, Կատրինը և Լիլյան։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Էդուարդ Մարուքյան։ Բարև։ Տիգրանին, ես էմոցիաները զգացի, անկախ ամեն ինչից։ Երկրորդը, you are the reason, դու ես պատճառը։ Լյովա ու իհարկե Արեգը։ Իսկ իքական սերի ներկայացուցիչներից ոչ մեկին չհավանեցիք։ Քանի որ երեքը ես ինտերվյուում 4 հոգու եմ վերել օրինակ, իրականում։ 4-րդը դա Կատրինն էր։ Ճանապարհ։ Իմ ասելուց հետո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Անահիտ։ Ամենագլխավորը եռյակներից այդ Լևոնն է։ Ես դեռ փորձերի ժամանակ իմացել եմ, որ ինքն է իմ ֆավորիտը լինելու։ Երկրորդը Կատրինը, երրորդն էլ Տիգրանը։ Շնորհակալություն։ Տիգրան, հիմա լսենք ձեզ։ Եռյակը հայտնի եռյակ կա արդեն, Լևոնը, Կատրինը և Լիլյանը։ Հիմա լսենք Լիլյանին։ Գոհար ջան, դեռ տասնյակների ձևավորումից առաջ է ես իմ ֆավորիտների նախագծում ընտրել ու այնպես ստացվեց, որ մենք դարձանք մի թիմ։ Ես Կատրինին եմ շատ համակրում եւ որպես ընկեր եւ որպես երգչուհի կարելի ասել։ Լևոնի կատարումն է ինձ շատ դուր եկել որպես արտիստ իր սիլուետը բեմում։ Եվ Արեգին եմ ուզում նշել, իր անկեղծությունը բեմում ինձ ուղղակի հուզեց։ Շատ լավ, շնորհակալություն։ Լսենք Արեգին, որն է ձեր եռյակը։ Եվս մեկ անգամ կկրկնվեմ, որ դժվար հարց է բավականին, բայց այս փորձերի եւ այսօրվա ընթացքում ես հասցրի գտնել այդ եռյակին ինձ համար։ Լևոն, Լիլյան և Տիգրան։ Շնորհակալություն։ Լսենք Կատրինին։ Եթե ես լինեի ժյուրի կազմի մեջ, ուրեմն ես չեմ երգել, չեմ մասնակցել, ինձ չեմ հաշվում։ Չէ, պետք է հաշվեք, որովհետև դուք էլ եք երգել եւ մասնակցել, եւ եթե անկեղծորեն կարծում եք, որ այդ եռյակի մեջ արժանի եք լինել դուք, խնդրում եմ հնչեցրեք ձեր անունը։ Հստակ ինձ համար Լիլյանն է, հստակ Լևոնը, որովհետև Լևոնի երգը հանգստություն է բերում, չգիտեմ այդ ինչով է պայմանավորված, հանգստություն է բերում։ Երրորդ մասնակից Տիգրանը եւ Մեգին չեմ կողմնորոշվում։ Իրանք դուետով են։ Եվ կավելացնե ինձ, եթե կարող եմ։ Եվ կավելացնեք ձեզ, 4-րդը։ Շնորհակալություն։
Եվ մեր վերջին մասնակիցը Լևոնը, տեսնենք թե ում անունը կհնչեցնի։ Իրականում այդ երրյակին ես այս ելույթով չեմ ընտրել, միջև էդ եմ ընտրել ու հիմա էլ այդ ձև իմ համար Անահիտն է, իմ համար որ շատ կուզենամ ինքը անցնի, Մարգարիտան եւ նա շատ կուզենամ անցնի։ Շնորհակալություն։ Եվ այսպես նա ով անցել է հաջորդ փուլ իսկապես ունի տաղանդ։ Դա անխոս։ Եվ բոլորս համոզվեցինք դրանում։ Նաև կարող եմ ասել, որ ունի իսկապես բեմական կեցվածք։ Ինքնատիպ ձայն։ Վստահ եմ, որ շատ հեռուստադիտողներ կհամակրեն նրան և գուցե ակտիվ քվեարկեն։ Նրա կատարած ստեղծագործությունը կարող էր շատ սիրվել հեռուստադիտողների կողմից, որովհետև հայտնի ստեղծագործություն է, և արդեն ստեղծագործության հաշվին հնարավոր է, որ այդ մասնակիցը միավորներ հավաքեր։ Բայց ժյուրիի պարագայում, քանի որ քվեարկում է ժյուրին, դա կարևոր չէ։ Այսօր ժյուրին է քվեարկել և շատ խիստ է եղել։ Հաշվի առնելով նախորդող բոլոր փուլերի անցած ճանապարհը։ Վստահ եմ դուք համոզվեցիք, որ շատ խիստ էր ժյուրին, չէ՞։ Անահիտ, համաձայն ես, որ շատ խիստ էր ժյուրին այս անգամ։ Կարծում եմ, որ արդարացված խիստ էր։ Արդարացված, սրտացավ մարդիկ առհասարակ անհանգստանում են և բարկանում են և ուզում են ավելին տեսնել։ Վստահ եմ դա սրտացավությունից էր։ Այն մասնակիցը, ով անցնում է հաջորդ փուլ, շատ է արժանացել Գլումովի մեկնաբանությանը։ Չգիտեմ, դրական էր դա, բացասական էր, ինչ կարծիք էր կազմել Գլումովը նրա մասին, բայց ինչպես հասկացանք, նա հետևել էր Գլումովի խորհրդին։ Վստահ եմ բոլորդ ուզում եք լսել ձեր անունը, բայց այդ անունը մեկն է ընդամենը։ Ես ուղղակի կասեմ, որ մեր մասնակիցը, որը անցնում է հաջորդ փուլ, արական սեռի ներկայացուցիչ է, և հիմա պայքարը գնալու է տղաների մեջ։ Նրա անունն է Ինչ եք կարծում, ինչ է նրա անունը։ Գուցե Դավիթ, գուցե Էդուարդ, Տիգրան, Արեգ, Լևոն։ Լևոն, դու վերջինն էիր երգում։ Հոգնածություն կար, որպես վերջին կատարող, թե ընդհակառակ ավելի էր տրամադրված։ Իրականում կար, որովհետև վերջում եմ ես նոր հանգստացել, որ երգել եմ, կուզենայի ավելի շուտ երգեի, որ հանգիստ վայել էի բոլորի կատարումները։ Լևոն, շատ եմ ցավում, այսքան երկար սպասեցիր, որ վերջում երգես, երկար սպասեցիր ժյուրիի վճռին, իրոք ցավում եմ, բայց դու նախագծում ես։ Լևոն Սարգսյան, մեր առաջին հաղթող մասնակիցը։ Համեցիր այստեղ, Լևոն։ Շնորհավորում ենք Լևոն Սարգսյանին, նա մեր եռյակի առաջին հաջողակն է։ Ժպտա, էմոցիա ցույց տուր, տեսնենք վերջը։ Անկեղծ չեմ պատկերացնում ինչ էմոցիա ցույց տամ, շնորհակալ եմ ձեր բոլորից, շատ եմ ուզում ցույց տամ, բայց չգիտեմ ինչ ցույց տամ, որովհետև այնքան շատ է իմ մեջ այդ էմոցիան հիմա։ Եթե չգիտես ավելավի ցույց տու, որ
ասեմ քեզ, որ դու ունես որոշակի ժամանակ պատրաստվելու, որպեսզի հաջորդ փուլում այո, ցույց տաս քո բոլոր էմոցիաները, որովհետև մենք բոլորս ուզում ենք դա տեսնել։ Եվ մենք տեսել ենք, որ կա դրա պոտենցիալը։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհավորում ենք։ Շատ շնորհակալ եմ ձեր բոլորին։ Եվ այսպես, ով է այդ երկրորդ հաջողակը։ Տեսնենք ձեր կանխատեսումները կհամընկնի, թե ոչ։ Մարգարիտա, թեև ձեր երգը շատ էմոցիոնալ էր, անձամբ իմ համար, կատաղություն կար, վրեժ կար։ Դուք էլ էիք կատաղածի երգում։ Այո։ Աղջիկ կլինի, թե տղա։ Երևի թե աղջիկ։ Աղջիկ երևի։ Հույս ունեմ։ Արեգ, իսկ դու ինչ ես կարծում։ Կարծում եմ, որ աղջիկ կլինի։ Լավ, կռահեցիր, գիտես։ Կռահել ես։ Այո, մեր հաջորդ մասնակիցը լինելու է աղջիկ։ Կատրին, իսկ ինչ եք կարծում։ Լյուդվիգ անունով ոզնին արդյոք ձեզ հաջողություն կբերի։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ։ Նախկինում մենք այս երգը լսել ենք բավականին ուժեղ, կարելի է այսպես ասել, կատարմամբ եւ բավականին Ես կասեի հզոր։ Հզոր կատարմամբ եւ շատ լուրջ մարտահրավեր էր ընտրել այս երգը, երբ դու ականջիդ մեջ արդեն ունես այլ արտիստի ձայն եւ սիրված կատարում, սիրված ձայն։ Չես կարծում, որ վտանգավոր էր սա եւ կարող էր խանգարել քեզ։ Կարծում եմ այս փուլին յուրաքանչյուր երգ ընտրելուց վտանգավոր է լինելու, քանի որ կարևոր փուլ է բոլորիս համար։ Իսկ երգը ես շատ սիրում եմ ու ես էլ Լիլիանի պես հենց այդ մոտեցմամբ եմ վերցրել։ Ոզնիների էլ ես սիրում։ Շատ։ Յուրաքանչյուր կենթանու եմ սիրում։ Կենթանասեր ես։ Շատ։ Սյուզի ականջը կանչի։ Կատրին։ Այո։ Այսօր կարող ես գնալ տուն։ Գլուխդ դնես բարձին։ Եվս մեկ անգամ դիտես Լյուդվիգ անունով ոզնուն եւ ասես առհասարակ շնորհակալություն։ Դու նախագծում ես։ Շնորհավորում եմ, Կատրին։ Տեսնում ես, արդեն հաղթահարել ես այս փուլը։ Ճիշտ է, առջևում շատ բարդ փուլեր են սպասվում, շատ թեժ մրցակցություն է սպասվում, վստահաբար կարող եմ ասել, բայց դու ստացար շանս։ Ինչ է քեզ համար այս շանսը։ Հնարավորություն ինձ ցույց տալու եւ հետագայում ապացուցելու, որ ես այդ 30%-ը չունեմ։ Ես ունեմ ավելի մեծ տոկոսներ, որ ես հետագայում ձեզ ցույց կտամ։ Խոստացել ես։ Հենց բեմում խոստացել ես։ Ուրեմն սպասում ենք։ Համեցիր, ապրես։ Ով է մեր երրորդ մասնակիցը, ես չեմ երկարացնում, մի անգամից եմ այս անգամ ասելու, շատ արագ կտրուկ, պատրաստ եք, Օտմարտինը, մեր գլխավոր հովանավորը, Օտմարտինա բրենդը, որը մեզ և մասնակիցներին ապահովում է անուշահամ 3-1-ում սրճային ըմպելիքներով, պրեմիում դասի արևելյան սուրճերի տեսականիով, ինչպես նաև Օտմարտինա բազմահամ պաղպաղակներով։ Մեր բոլոր մասնակիցները արդեն հասցրել են համտեսել այդ պաղպաղակները, վստահ եմ հիշում եք, որ գլխավոր մրցանակը ճամփորդություն է, չեք մոռացել, չէ՞։ Ով է սիրում ճամփորդել։ Մենք շնորհակալություն ենք հայտնում SVH Travel ընկերությանը, որը նախագծի հաղթողին տրամադրելու է գլխավոր մրցանակը, անմոռանալի ճամփորդական ուղեգիրը, իսկ թե որ ուղղությամբ կիմանանք շատ շուտով։ Եվ այսպես երկու մասնակիցներն արդեն հայտնի է, մնում է տալ երրորդ հաջողակի անունը։ Ով է իր տաղանդով գրավել ժյուրին։
Դուք, բայց նաև կա մեկը ևս։ Ում է սպասվում ճանապարհը դեպի մեծ բեմ։ Ով է դառնալու հեռուստադիտողի սիրված արտիստը։ Ում համար են հնչելու շատ բուռն ծափահարություններ։ Ում համար ենք ասելու քվեարկեք այս մասնակցի օգտին։ Աղջիկ թե տղա։ Ընդամենը րոպեներ անց մեր եռյակը կշարունակի պայքարը եւ գալահամերգներին կկարողանա գրավել շատ շատերի սրտերը։ Կհայտնվի մեծ բեմում, կունենա բազմաթիվ հետևորդներ, տեսահոլովակներ կնկարահանի, համերգային շրջագայությունների կմեկնի, նա ով կանցնի հաջորդ փուլ, իսկապես նրան սպասում է ավելի բարդ փորձություն եւ ավելի խիստ դիտողություններ։ Պատրաստ եղեք լսելու քննադատություններ։ Պատրաստ եղեք լսելու նույնիսկ վատաբանություններ, գիտեք։ Համացանցը ողողվում է տարատեսակ մեկնաբանություններով, եւ լավ, եւ վատ, եւ միշտ քննարկում են նրան, ում բախտը բերում է։ Միշտ քննարկում են նրան, ով անցնում է հաջորդ փուլ։ Ձեզ հետ կհամաձայնեն, ձեզ հետ չեն համաձայնի։ Բայց փաստը կմնա փաստ։ Դուք կանցնեք հաջորդ փուլ եւ կստանաք շանս մասնակցելու ավելի մեծ համերգների։ Նրա անունը ամենա երկարն է։ Մարգարիտա, դու նախագծում ես։ Ծափարենք, շարունակեք ծափարենք։ Շնորհավորում ենք։ Խնդրեմ։ Սպասում էիր։ Չէ։ Տեսար Կարմիրը քեզ հաջողություն բերեց։ Մերսի։ Ինչ են մտածում հիմա ընտանիքի անդամները, լավ ասա։ Անկեղծ ասած, կուզեի ամենաառաջինը շնորհակալություն հայտնեի իմ տատիկ պապիկին, որ փոքրուց ինձ ամեն տեղ տարել են ու միշտ կողքս են եղել։ Շնորհակալություն ձեզ, որ տվեցիք այս շանսը։ Ամեն խմբակի տարել են։ Հա, ամեն տեղ տարել։ Ամեն տեղ տալեն, իտեղ եղավ, տեսա՞ր։ Շնորհակալություն։ Ինչ լավ է, որ անցար։ Էլ ում ես շնորհակալ։ Էլ ով է քո վրա ամակ դրել։ Երևի մենակ տատիկ պապիկ։ Լավ, հիմա դիմիր նրանց։ Շնորհակալ եմ այսքան տարի ինձ պահելու, մեծացնելու ու արժանի զավակ դարձնելու համար, որ հիմա ես կարող եմ կանգնել այստեղ, անցնել հաջորդ փուլ ու ձեր համբավը բարձր պահել, շնորհակալություն շատ։ Միանում ենք այս խոսքերին, իսկապես շնորհակալություն տատիկին, որ չի խնայել իր ժամանակը, այդքան զբաղվել է եւ տեսնում եք, ահա արդյունքը։ Ապրեշա, ծափահարությունները մեր երրորդ մասնակցին։ Շնորհավորում ենք մեր բոլոր մասնակիցներին, ծափահարենք նրանց։ Նաեւ եկեք բարձր ծափահարենք մեր մյուս մասնակիցներին։ Բայց դուք հիշում եք, չէ, wild card-ի մասին։ Դուք խոստացել եք, որ պայքարելու եք մինչև վերջ։ Ուրեմն հիշեք, wild card կարող եք ստանալ
եւ շարունակել պայքարը այլ նրանց հետ։ Այնպես որ լցվում ենք համբերությամբ, մարտական ենք տրամադրվում, որովհետև հնարավոր է, որ ժյուրին արդեն իր մտքում ունի ձեզնից մեկի անունը կամ մի քանիսի, չես իմանա ժյուրին ինչ է մտածում։ Հայ Սուպերստար 6 նախագծի workshop փուլի երկրորդ մրցութային օրն էր Շանթի եթերում։ Դուք շարունակեք հետևել մեր ընթացքին, կազմել ձեր ֆավորիտների ցուցակը եւ իհարկե անհամբեր սպասել, թե երբ է գալու ձեր հերթը, որպեսզի դուք քվեարկեք նրանց օգտին։ Դե ինչ, շնորհավորում ենք մեր հաղթողներին եւ սպասում ենք երրորդ եռյակին, որը կլինի հաջորդ կիրակի։